շատ լուրջ է ախր վարվածությունս, բարև ձեզ, նախ բուն թեմային անցնել ասեմ, որ ժողովուրդ ջան այս երկու օրը շատ քիչ մնացեք արևի տակ հատկապես զագար անող մարդիկ, որովհետև ոնց նայում եմ ես սաղ վարվել եմ, ես զագարի գիժեմ, չտեսի նման կգնամ կպարկեմ ու սաղ կպլոկվեմ, որովհետև ջերմաստիճանը ահա որը մինչև 40 աստիճան է եղել 3 եւ այսօր բայց ասում եմ որ այսօր օրվա երկրորդ կեսից հետո պետք է կտրուկ փոխվի Իմ վերջի լայվը, որ էմոցիոնալ բարկացած ես կիսվել եմ իհարկե, փաստերով երբ որ կիսվել եմ, հայտարարություն եմ արել, արձագանքել են շատ շատերը։ Նախ կոմենտներն եմ կարդացել, նկատել եմ, որ շատերը ինձ հետ համաձայն են, ես շնորհակալություն եմ հայտնում։ Կապնվել են ինձ հետ որոշակի էլի ակտիվիստներ, որ նույնպես խնդիրներ ունեն, խոսել ենք, քննարկել ենք։ Ինձ հետ կապի են դուրս եկել մեր պետական համակարգի աշխատողներից եւ համապատասխան վայրերից եւ խնդրել են այդ դիսկերը, նյութերը եւ ամեն ինչը զապիստրել։ Ես նախ շնորհակալ եմ, որ շատ արագ արձագանքվեց եւ համոզված եմ, որ եթե կա ինչ-որ սխալ որոշում կամ սխալ ինչ-որ մեկնաբանում, դա անպայման կլուծվի եւ անպայման ճիշտ որոշում կտրվի, որովհետեւ եթե յուրաքանչյուր ինչ-որ մի մարդ մեղավոր է ինչ-որ մի արարքի համար, հա, պետք է իհարկե պատասխան տա, բայց օրենքի կարգին համաձայն, բայց եթե կան բաներ, որ պրոստը դրել են ասեղտելով կարել են, թե տված ցուցմունքից, թե առհասարակ զապիսներից եւ առհասարակ ամեն ինչից վերցրած թափոն սենց դա պետքա քանդվի ու հասկացվի տակը ինչ կա ինչևէ ես զապիսները նույնպես եմ հրապարակել եմ իմ գործի հետ կապված եմ դա ասում եւ արդեն կտրամադրեմ ես արդեն վաղը կամ այսօրը մենք կհավաքենք դիսկի վրա ամբողջական կտրամադրենք եւ զապիսները նույնպես իմ էջում ես կտեղադրեմ որպեսզի արդեն հասկանալի լինի ինչի հետ մենք խնդիր ունենք ինչ անարդարության հետ խնդիր ունենք սա էս մասով Իմ անձի հետ կապված ես շատ բաներ եմ լսում Ինչ-որ մեկը ինչ-որ միտեղ բարբաջում է իմ մասին Ինչ-որ մեկ ինչ-որ միտեղ բերանը բացեղ, ախորը բացեղ խոսում է, սակայն հստակ չի արտահայտվում կամ ինչ-որ մի բան ասենց ինչ-որ սենց շշուկներ եմ լսում երկու օր Ուրեմն ես ամեն մարդու հետ երբեք ոտ չեմ պարզի, այո, ես իմ կյանքում շատ շատերին օգնել եմ, գումարով եմ օգնել, ամեն հարցում օգնել եմ, պետական համակարգով եմ օգնել, եթե խնդիր ունեցել պետական համակարգի հետ, ես իմ ուժերի չափով էլի ոչ անօրինական, օրենքի տառին բարին համաձայն ես օգնել եմ, բոլորին օգնել եմ, իմ կյանքում չի եղել որևիցե մեկը, որ ես չօգնեմ, բայց Ես սովորել եմ, որ իմ տան դուռը բաց են հաց ուտեն, հետո տենց մեջքից խփեն։ Դա ինձ համար նորություն չի, դա ինձ համար արդեն հղպված, ինձ համար ես ոնց որ այդ թեմայով ես հղպվել եմ արդեն, բայց որ թշնամին քո շրջապատի ներսից է եւ քո տան հաց կերածն է դա մի քիչ ուրիշ ողբերգական բան է, էլի, իրականում ասում ես, չնայած մարդը եթե կարում է սրբություններով երդվի եւ անտեսի, նորմալ է դա, որ կարա քեզ էլ խփի մեջքից, բայց ինչ եմ ուզում հորդորել։ Սիրելի իմ անձի հետ կապված շշուկներ տարածող մարդիկ։ Հարգելիներս, ես առհասարակ 3 տարի սոցիալական հարթակում պայքարող իմ անունը մաքուր պահող մարդ եմ բարձր պահող մարդ եմ այո ես կարող եմ մտնեմ հարթակ սոցիալական եւ մարդկանց ասեմ այն ինչ մտածում եմ եթե մարդիկ փորձեն իմ բարոյականության հետ խաղան բայց ասելուց էլ ես միանգամից սենց հանում եմ եւ ճպստում եմ իրանց ճակատին իրանց արած թերությունները Ես երբեք հետևից չեմ խոսում։ Ես սիրում եմ պարզ թափանցիկ։ Եվ եթե որևիցե մեկը կկասկածի իմ արտահայտությունների վրա, իմ համարը բոլորը գիտեն։ Կարան զանգեն, ասեն, անտե ջան, սախի էսեն, սախի անենց։ Ես էլ կասեմ, խնդրեմ, առ ապացույցը։ Չնայած
Միջև այսօր այո եղել են մարդիկ, որ դոստուպ են ունեցել եւ իմ տունը մտել են եւ ինձ զանգել են, իսկ հիմա չունեն այդ դոստուպը։ Այո, ես ընդունում եմ շատ մարդկանց այն արտահայտությունները, որ ասել են մի հատ քեզ նայի եւ վերանայի շրջապատդ։ Այո, ես ինչքան աբրջբր փրչոտ կար, թողում էի իմ կողքը, որովհետեւ բոլորիդ հարգել եմ որպես մարդ։ Հիմա էլ եմ հարգում որպես մարդ, սակայն ձեզ հետ բանավեճի սոցիալական հարթակում չեմ մտնի։ Գիտեք ինչի չեմ մտնի, նախ դուք խոսալ չգիտեք։ Ներողություն եմ խնդրում ճշտիս համար, բայց իսկ իրականում տենց է։ Եկեք յուրաքանչյուր մարդ, որ դնես իր խոսակցությունը լսես, զզվելդ կգա։ Մի վարքյանում 10 այդ մի բառը 10 անգամ կրկնել։ Եվ բացի դա, ամեն մարդ ունի թերություն։ Այն բառերն ու այն արարքը, որ տվյալ մարդիկ են անում, իրանք մտածում են, մի հատ ասացված կա, ջալյամը, որ գլուխը մտցնում է հողի տակ, մտածում իրան ոչ մեկ չգիտի։ Հարգելի ինձ իմ մասին ինչ որ բան շշուկացող մարդիկ։ Ձեր շշուկներին ես առհասարակ լուրջ չեմ վերաբերվում, ինչպես ձեզ լուրջ չի վերաբերվում ձեր տերերը։ Հանգիստ թողեք ինձ, այլապես համացանց կճպսնեմ ձեր խոսքերն ու պահվածքները։ Սիրով, ես դա սիրով եմ անում։ Ասում է ամեն մարդուն պետք է իր արշինով պատասխան տաս, որ մարդը հասկանա։ Եթե չոբանին չոբանավար ես պատասխանում, հասկանում է, եթե չոբանին կիրթ ձևով ես պատասխանում, այն մարդը չի հասկանում, էլի հոզորով չի։ Կամ, ինչպես ասում են, կարելի է գնալ դուռը ծեծել, ասել, պատվարժան, վարչապետ, սա քո աջակիցն է, խնդրեմ։ Ես առհասարակ միշտ իմ ստրախովքեն ունենում եմ, ով ինչ անում է, որովհետև 3 տարի ես նես փորձությունների միջով եմ անցել, ես արդեն շատ լավ գիտեմ, ումը ինչ որտեղ ասեմ իր թերությունը և դրանք ոնց պահեմ իմ արխիվում։ Չնայած բոմժը բոմժամանում, խոզին, որ վերցում դնում ես խալու վրա, գլորվում ընգնում է կեղտի մեջ։ Կամ ավելի կոպիտ ասեմ։ Խոզին ինչքան եփում ես, ականջները հում ամնում։ Ներողություն եմ խնդրում, որ ես ձեր հետ գլուխ չեմ դնում, որովհետև ինչպես դուք եք ձեզ տենց ներկայացնում, ձեզ ձեր տերերը տեր չեն կայնում, որ տեր կայնեին բոմժ չէիք դառնում։ Դրա համար ես չեմ կարող էլի մի բոմժի հետ ոտ պարզեմ։ Չնայած որ պարզել եմ, բայց էլ չեմ կարող պարզեմ։ 1000 անգամ կներեք։ Ես այդպիսին եմ։ Ես այնպիսի կայացած մարդ եմ, որ ամեն անգամ դուք ինձանից օգնություն եք խնդրել։ Դաժե ձեր փորը լցնելու համար։ Հանգիստ թողեք։ Խոսել ելնի, այնքան բան կխոսեմ, կխայտարակվեք։ Հասկացաք։ Հասկացողը կհասկանա ումն եմ ասում։ Ես եւս մեկ անգամ շնորհակալ եմ ձեր բոլորին։ Հա, մեկ է մի բան մեջ բերում, շատ կարևոր էլի, այս մեկը շատ կարևոր։ Այս մեկի վրա շատ եմ ծիծաղացել։ Իրականում սաղ գիշեր հրհրում էի։ Մեկ էլ մի բան։ Ես Հայաստանի Հանրապետություն տեղափոխվել եմ 2015 թվականին։ 15-16։ Ես 2018 թվականին հայտնի մարդ եմ։ Հասարակությանը հայտնի։ Այնպես չի ես փաստ չունեմ։ Խփում ես Google-ը 2018 թվականից Miss Planet եմ մասնակցել եւ դարձել եմ հայտնի։ 2018 թվականից top model ամսագրում հայտնվեց իմ նուդ ֆոտոները, որը որ հայտնվեց նաեւ Հայաստանում ու գմփունը հելավ։ 2018 թվականից եւ իմ Instagram-ը եւ իմ TikTok-ը եւ իմ
Facebook-յան օֆիցիալ սոցիալական հարթակում բավականին ակտիվ հետևորդներով լի մարդիկ ունեի։ Այսօր ես շատ կերազեի, որ որևիցե մի տեղ մտնեմ եւ ինձ չճանաչեն։ Բայց ցավոք սրտի այդպես չի լինում։ Ուզում եմ ասեմ, ես իտակ տարիների կայացած եմ։ Ինձ պետք չի, որ ինչ-որ մի բան անեմ, ինչ-որ մի բան ստանալու համար։ Միգուցե ձեզ պետք է արեք։ Հանգիստ։ Պրոստո վերև Աստված կա, որ կտորը որ թիք են որ ուտում ես, կարող է քթերիցդ գա։ Էդ էլ կա։ Չնայած ես դες բան չեմ ցանկանում։ Բայց կարող է գա։ Կարող է այդ հավաբնան մեջ էլ չմնաս։ Արտահայտություն անելուց իմ անձի նկատմամբ շատ զգուշ, որովհետև ես էլ ձեզ ներելու տեղ չունեմ։ Իրականում չունեմ, և ինձ էլ այս Հայաստանի Հանրապետությունում ոչի մեկ ոչինչ չի կարա արգելի։ Ես այս Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ես այս Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել եմ բազմաթիվ երկրներում, ես այս Հայաստանի Հանրապետության դրոշը ծածանել եմ զանազան երկրներում, փառք ու պատվով մուտք եմ գործել Հայաստան։ Դու ինչ ես արել, բացի փող մուրալուց և ձրի փորդ լցնելուց։ Շնորհակալություն։ Լավ եղեք։ Ես գնացի։ Բոլորից շնորհակալ եմ շատ։ Իրականում այս ծալեմ դնեմ այդ գեշ խոսակցությունը ուրիշ տեղ, հիմա իմ շատ սիրելի հետևորդներին իրական շատ շնորհակալ եմ, շատ մեծ արձագանք հաստացել եւ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր կապնվել են ինձ հետ եւ իհարկե իմ սրտով ա եղել այդ ամեն ինչը ու փորձենք լուծել եւ կան այո մարդիկ, ովքեր իրականում եւս տուժված են դատական համակարգից, քննչականից, որը որ շատ վատ է ինքը աշխատում, այս ամենը պետքա ուժը ներկայացվի համապատասխան տեղ, որպեսզի վերանայենք եւ հասկանանք ոնց կարելի է խնդիրը լուծել։ Եվ ես հորդորում եմ այսօր, նկատում եմ, որ համացանցում շատ մարդիկ ասենց իրար սկսել են գզել, ուտել մեկը մեկին եթերով ուզում են ինչ-որ մեկի վրա կայանա, ինչ-որ ցեղ շպրտի հարգելիներս առհասարակ հանգիստ թողեք մարդուն, եթե բան ես ուզում ասես, մի անգամից կարող ես վերցնել հեռախոսը, զանգել, քննարկել եւ ասել ոչ թե այլ ես ուզում եմ, որ դու դա սա անես, այլ ասել պրոստո գիտեք ինչ կա, կարծում եմ սա տենց է եւ այսօր մի բանը հասկացեք, որ ամեն մարդ պատասխանատու է եւ իր սոցիալական կայքերում ինչ այնքը հրապարակում եւ իր անձնական եւ իր առհասարակ աշխատանքային եւ իր տնային պայմաններում ով ինչ անում է ինքնապատասխան տալի։ Ոչ մեկ ոչ մեկի չի թելադրում եւ ոչ մեկ ոչ մեկին բարոյապես իրավունք էլ չունի ներխուժի մի հատ արտահայտություն կա ննջարաններ եւ ներխուժի ինչ որ միտեղ մնացածն էլ շնորհակալություն ուղղակի հորդորում եմ զերծ մնալ նման հայտարարությունից, որովհետեւ իրականում ամոթ հա արդեն ակտիվիստներն են սկսել իրար ուտել ասում է թշնամությունը ներքին թշնամությունը շատ վատ բան է ժողովուրդ ջան իրար մի կերեք ու դիմացինի մասին էլ քիչ տենց հելեք ելույթ ունեցեք ձեզ դրեք տենց էլի մի խոսքով լավ չեմ ուզում որովհետև այդ իմը չի անցանք առաջ այսքան